Նայեք, ուրեմն այստեղ էլի գործարարների մոտ հանդիպող sense մի հատ տարածված խնդիր կա, հա, որ դրամական հոսքերի շարժի անվտանգությունը ապահովում է վստահելի մարդուն դա հանձնարարելով։ Էլի սեփական փորձից ասեմ, շատ եմ տեսել դեպքեր, երբ դրամական հոսքերի համար պատասխանատու է ոչ թե այն մարդը, որ բավականաչափ կոմպետենտ է դրա համար, այլ այն մարդը, ում ղեկավարը բավականաչափ վստահում է։ Օրինակ, դրամական միջոցների կառավարմամբ զբաղվում է, ասենք, գործարարի կինը կամ կին գործարարի ամուսինը, կամ ասենք, չգիտեմ, գործարարի հայրը, հա, կամ չգիտեմ, աները, sense կամ մանկության ընկերը, sense հարյուրավոր կարելի ասել դեպքեր եմ տեսել, երբ այս հարցը լուծելու համար sense կարճ ճանապարհ են ընտրում, հա, վստահելի մարդ է, գիտենք, չի խափի, վստահում ենք իրեն։ Այստեղ ուրեմն մի քանի խնդիր կա, ամենամեծ խնդիրը բանն է, ամենամեծ խնդիրը նա այս մյուս գրածս բարբերությունն է, որ իմ պրակտիկայում տեսել եմ դեպքեր, երբ հենց ամենամեծ խարդախությունները անում են այդ վստահելի մարդիկ, բայց դրանից բացի այլ խնդիր էլ կա, հա, միայն վստահելիությունը չի կրիտերիա դրամական հոսքերի շարժի կազմակերպելու համար, հա, այստեղ պետք է նաև որոշակի հմտություններ, գիտելիք ունենալ, որ դրամական հոսքերի շարժը ճիշտ գրագետ կազմակերպես։ Դրա համար պիտի այս process-ը, դրամական հոսքերի process-ը դնել այս process-ի վրա անհրաժեշտ մակարդակի վերահսկողություն սահմանել, որպեսզի այդ վստահության գործոնը հնարավորինս իջնի, որ կարողանանք այս process-ը վստահել ոչ թե այս process-ը տալ ոչ թե ամենավստահելի մարդուն, այլ տալ այն մարդուն, որ կոմպետենտ է այս աշխատանքը անելու համար։ Վայ, մի ուց։ Կներեք։ Ինչպես դա անել։ Հա, այստեղ ռիսկերի մասին տենց առանձին սլայդ չունեմ, որովհետև այստեղ ռիսկերը ակնհայտ են, հա, ռիսկերը, խնդիրները ակնհայտ են։ Ինչպես կանոնակարգել ես դրամական հոսքերը, հա, դրամական հոսքերի վերահսկողությունը։ Մի քանի քայլով ասեմ, ինչ պետք է անել։ Ուրեմն առաջինը, շատ կարևոր բան, հնարավորինս փոքրացնել կանխիկի հոսքերը։ Այսինքն հնարավորինս ձեր հոսքերը բերել դեպի անկանխիկ, որովհետև անկանխիկ դրամական միջոցների շարժը վերահսկելը շատ ավելի հեշտ է, քան կանխիկ դրամական միջոցներն բնականաբար, հա։ Մյուսը, բոլոր գործարքները գրանցել երկու գրիչում, թղթային եւ թվային։ Այսինքն բոլոր դրամական միջոցների հոսքերը, որոնք տեղի են ունենում ընկերությունում, գրանցվի մի հատ թղթային, մի հատ թվային, այսինքն մի հատ ծրագրում։ Թղթայինը պարզ է, հա, եթե մեկը փողը տվեց, մյուսը վերցրեց, այդ պիտի գրանցվի, հա, հանձնեց, ընդունեց։ Այդ թղթային ինչ որ բան, ապացույց լինի, որ այս մարդը հանձնել է, այս մարդը ընդունել է։ Ծրագրային, որ թվային, հա, ծրագրային, որպեսզի բացի թղթայինից երկրորդ տեղ լինի ստուգելու բան դրամական միջոցների շարժը։ Եթե մենք այս երկուսը զուգահեռ չենք պահում, նրանցից մեկն ենք պահում, բնականաբար էլի խնդիրներ ռիսկեր են առաջանում։ Օրինակ, եթե մենակ թղթայինով պահեք դրամական միջոցների շարժը, դա ստուգելը մի հատ մեծ ահռելի աշխատանք է, հա, ըստ էության համարյա անհնար աշխատանք է։ Ու մյուս կողմից հակառակը, հա, եթե մենակ թվային, եթե մենակ ծրագրով գրանցումներ պահեք, թղթային չպահեք, հետագայում անհամաձայնությունների դեպքում ապացուցելը, որ այսինչ տրանզակցիան, այսինչ գործարքը իրականում եղել է, շատ ավելի բարդ կլինի, քան եթե ունեք նաև երկրորդ թղթային գրիչը։ Ու նաև այստեղ մի հատ ուրիշ ռիսկ ենք փակում, հա, եթե ինչ-ինչ պատճառներով ծրագրի կամ թվային գրիչի ինֆորմացիայի ինչ-որ մասը կորի կամ թղթերի ինչ-որ մասը կորի, դրանք վերականգնելը, մյուս գրիչից վերականգնելը շատ ավելի հեշտ կլինի։ Դրա համար այս կանոնը պահեք, հա, բոլոր դրամական հոսքերի գործարքները գրանցեք երկու տեղում, թղթով եւ ծրագրով։ Մյուսը պահպանել կրկնակի գրանցման սկզբունքը, կրկնակի գրանցման սկզբունքը հաշվապահներին հաստատ ծանոթ կլինի, ինչի մասին է խոսքը, հա, կրկնակի գրանցման սկզբունքը նշանակում է, որ ցանկացած գործարք միաժամանակ գրանցվում է երկու տեղում, հա, օրինակ, եթե գումարը ինչ-որ մի դրամարկից դուրս եկավ, ինքը մի երկրորդ տեղում պիտի իր արտահայտումը ստանա։ Օրինակ, եթե դրամարկից դուրս եկավ, պիտի գնա նստի բանկային հաշվի, հա։
կամ եթե դրամարկից դուրս եկավ, պիտի մտնի մի ուրիշ դրամարկղ։ Այս կրկնակի գրանցման սկզբունքը թույլ է տալիս բացառել բարդախության կամ անուշադրության պատճառով սխալները, հա, որովհետև եթե մենք պահում ենք կրկնակի գրանցման սկզբունքը, շատ հեշտ է հայտնաբերել բանը, հա, սխալները։ Օրինակ, գումարը դրամարկից դուրս է եկել, որպեսզի մուտք լինի ծրագիր, բանկ, հա, ու բանկ մուտք չի եղել ինչ-որ պատճառով, այդ ծրագրով անմիջապես արագ երևում է, որ բանկից դրամարկից դուրս եկավ, բանկ չմտավ։ Այդ կրկնակի գրանցման սկզբունքը թույլ է տալիս նման դեպքերը արագ հայտնաբերել։ Մյուս կարևոր կետը ամենուրեք կտրվածքով ստուգել մնացորդները եւ մաքրել ճանապարհային գումարները։ Ամենուրեք կտրվածքով ստուգել բոլոր դրամարկղերի, բանկային հաշիվների մնացորդները, այսինքն ստուգել տեսնել արդյոք բոլոր գործարքները գրանցվել են, բոլոր մուտքերը եւ ելքերը գրանցվել են, թե ոչ, եւ մաքրել ճանապարհային գումարները հասկացողությունը հետեւյալն է, հա։ Օրինակ, եթե մենք ունենք նման իրավիճակ, ասենք կանխիկ գումարը պետք է մուտք անենք բանկ, կանխիկ գումարը այսօր ելք է լինում ինչ որ խանութի դրամարկղից ու մուտք է լինելու բանկ վաղը, հա, որովհետև օրինակ խանութը փակվել է ժամը 10-ին, 10-ին մուտք ենք արել բանկ բանով, ինչ որ սարքով, հա, բանկը մեզ մնացորդը ցույց է տալու վաղը առավոտյան, ինչ որ հիպոթետիկ դեպք եմ քննում, հա։ Բնականաբար օրվա վերջում 10-ից հետո, հա, ժամը, չգիտեմ, 11-ին, եթե մենք նայենք ծրագրում մեր մնացորդները, մենք կտեսնենք, որ դրամարկղից գումարը դուրս է եկել ու բանկ մուտք չի եղել, հա, գումարը այդ պահին ցույց կտա կորած։ Հիմա նման իրավիճակներից խուսափելու համար շատ ծրագրերում օգտագործվում է ճանապարհային գումարներ հասկացողությունը։ Սա կարելի ասել ինչ որ վիրտուալ դրամարկղ է, որտեղ որ ժամանակավորապես մուտք է լինում այդ գումարը, որը խանութից դուրս է եկել ու բանկ չի հասել, որպեսզի երևա, որ մենք ունենք ճանապարհին դեռևս չհասած գումար։ Ու այս ամեն օրվա վերջում այս գումարներ ճանապարհին մաքրելը նշանակում ամեն օրվա վերջում ստուգել, այստեղ արդյոք մնացորդ կա թե չէ, ու եթե այստեղ մնացորդ կա, դրանք զրոյացնել։ Որովհետև եթե այստեղ մի քանի օրվա գումար սկսեց կուտակվել, արդեն հնարավոր չի լինի հասկանալ, թե այդ վիրտուալ դրամարկղում եղած գումարը իրականում որտեղի գումարն է, հա, որտեղից է եկել այդտեղ ու չգնացել համապատասխան տեղ։ Դրա համար դա պետք է ամենուրեք կտրվածքով մաքրել։ Ու վերջի կետը պարբերաբար գույքագրումն է, ֆիզիկապես փողի գույքագրումը։ Սա վերաբերվում է դրամարկղերին, բնականաբար բանկային հաշիվներին չի վերաբերվում, բայց պարբերաբար գույքագրումը դրամական հոսքերի կառավարման շատ կարևոր կետ է, որովհետև ինչքան էլ խտով գրանցես, ծրագրով գրանցես շարժը հոսքերը, հա, ֆիզիկապես կասեում այդ գումարը կա թե չկա հարցի պատասխանը կարող է տալ միայն ֆիզիկապես ստուգումը։ Այս 5 կետերը եթե պահեք, սա դրամական հոսքերի վերահսկողության բավականին բարձր մակարդակ կապահովի ու սա թույլ կտա արդեն այս process-ների վրա պատասխանատու նշանակել ոչ միայն այն մարդկանց, ում դուք շատ վստահում եք, այլ նշանակել նաև այսպես ասած հասարակ աշխատակիցներին, հա, որտեղ որ վստահության գործոնը այդքան մեծ դեր չի կատարում։